Վերադարձանք տաղավար եւ խոսելու ենք մի շատ հետաքրքիր նախաձեռնության, ավելի ճիշտ հետաքրքիր համագործակցության մասին, որը որ հատկապես այս օրերին, երբ թևակողել ենք ամառ, շատ կարեւոր է Երևանի բնակիչների համար։ Երևանը միջազգային չափանիշներին համապատասխան նոր սերնդին 3 նոր խաղահրապարակ կունենա։ Երևանի կենտրոն վարչական շրջանն ու Կերոն զարգացման հիմնադրամը ստորագրել են հուշագիր ներկայացնելով նոր խաղահրապարակների ստեղծման ծրագիրը, ինչի մասին ավելի մանրամասն կխոսենք մեր հյուրերի հետ։ Այո, որովհետև հենց այս պայն ունենք հրաշալի առիթ խոսելու նրանց հետ։ Մեր տաղավարում են ես շտապ եմ ներկայացնում Պետրոս Պետոյանը, կենտրոն վարչական շրջանի ղեկավար, եւ Վիկտորիա Պապիկյան, Կերոն զարգացման հիմնադրամի ծրագրերի տնօրեն։ Բարի լույս, շատ ուրախ եմ տաղավարում տեսնել։ Սկսենք համագործակցության ամենասկզբից, ինչպես եղավ համագործակցությունը, ինչու 3, որտեղ է լինելու նախապատմությանը, այսպես թեթև ծանոթանանք ու արդեն անցնենք բուն թեմային։ Սկսենք։ Ուրեմն եթե տեղյակ եք, մենք արդեն այս երկրորդ համագործակցությունն է Կերոն զարգացման հիմնադրամի հետ, առաջինը Սարյանի աստիճաններն էին, որը մենք հուսով եմ մոտ մի 2 ամսվա ընթացքում արդեն լրիվ ավարտուն տեսքի կբերենք։ Իսկ այս երկրորդ նախագիծը իրականում մի քիչ նախապատմություն ունի, քանի որ Կերոն հիմնադրամը տենց ուզում էր ինչ-որ մի հատ այգի բարեկարգեր, բայց քանի որ մենք վարչական շրջանում հիմնականում այգիները վարձակալության են, եկանք այս մտքին, որ պետքա բաժանել եւ ունենալ 3 խաղահրապարակ միանգամից մեկի տեղը, ու եկավ արդեն այս միտքը, հետո արդեն սկսեց նախագծման փուլը, հիմա արդեն մտնում ենք հուսով եմ շինարարության փուլ։ Սրանք լրիվ նոր խաղահրապարակներ են, թե եղած խաղահրապարակների բարեկարգում է։ Լիովին նոր խաղահրապարակներ են, 3-ն էլ տարբեր լոկացիաներ ընտրված, որպեսզի տենց կուտակումներ մի վայրում չլինեն եւ ամբողջությամբ նոր նախագծված տարբեր տարիքային խմբերի, տարբեր ունակությունների նախապատրաստական աշխատանքները ինչքան տևեցին։ Զրուցեցիք, հասկացաք, Կերոնը հանդես եկավ իր առաջարկով, որ մեկ այգի 3 այգի դարձավ մեկը, հուսանք մոտ ապագայում 3-ն էլ 30 դառնա, այսպես էլի, թույս է լինի։ Տեսեք, մոտավորապես 6 ամիս երևի մի քիչ ավելի շատ տևեցին նախապատրաստական աշխատանքները։ Այս նախագիծը Կերոն զարգացման հիմնադրամի 5 ռազմավարություններից մեկի տարածքային զարգացման ուղղված նախագիծ է։ Առհասարակ մենք այդպես եկանք, հա, այդ մտքին եւ դիմելով կենտրոն վարչական շրջանին, գաղափարով եւ իրենց աջակցությամբ տարածքների տրամադրման ունեցանք այն խաղահրապարակները, որոնք այժմ արդեն շուտով կանցնենք արդեն շինարարական փուլին։ Նախագծման աշխատանքները մոտավորապես 6 ամիս տևեցին, այսինքն կոնցեպտի մշակում, դիզայներական, ինժեներական, ոչ միայն մեր հայ մասնագետները, այլև միջազգային թիմ է ներգրաված, որոնք ունեն հսկայական պորտֆել, այսինքն իրենք հենց հանրային տարածքների եւ երեխաների համար նախատեսված հանրային տարածքների մասնագիտացված ընկերություններ են, իրենք իրականացնելու են եւ ինժեներական եւ շինարարական աշխատանքները եւ արդեն իսկ մշակվել են կոնցեպտներ, որոնց հիմքում սա կարծում եմ հետաքրքիր է եւ շատ լավ է նշել, որ կոնցեպտների մշակման հիմքում ընկած են հայկական խորհրդանիշերը։ Այսինքն կոնցեպտները լինելու են օրինակ կարմրախայտ ձկի թեմայով, մեր հայկական գորգի եւ կենաց ծառի։ Կենաց ծառի, այո։ Եվ տարածքների հետ է մի փոքր մանրամասնենք, տարածքները արդեն եղած բակային հրապարակներ են խաղային, թե լրիվ նոր տարածք ենք վերցրել, որը որ պետք է դառնա խաղահրապարակ, ինչպես ենք կողմնորոշվել, հա, տարածքի առումով։ Եվ որտեղ են այդ տարածքները։ Տեսեք, տարածքներից առաջինը ամենամեծը մոտ 2000 քառակուսի, դա Օղակաձև 6-րդ հատվածն է, մեր բոլորիս հայտնի սկեյթ պարկի կողքը, այսինքն ինչի ընտրեցինք այդ հատվածը, որովհետև արդեն ինքնին այդ սկեյթ պարկը կայացած միջավայր է, որտեղ գալիս են լիքը երեխաներ, ծնողներ, ժամանակ անցկացնելու, բայց իրականում ունենք մեծ խնդիր, քանի որ այդտեղ մենակ ասենք 6-ից մինչև 15-18 տարեկան անձանց համար է, հա, այդ հատվածու, այսինքն եթե դու գնում ես օրինակ 2 տարեկան կամ 1 տարեկան կամ 5 տարեկան կամ 10 երեխայի հետ, որը չի զբաղվում նմանատիպ էքստրեմալ սպորտերով, այնտեղ բան չկա անելու։ Առաջի խաղահրապարակը հենց սկեյթ պարկի հարևանությամբ է, որտեղ ոնց որ Վիկտորիան ասաց, այդ կարմրախայտն է լինելու տարբեր բոլոր տարիքային խմբերի համար նախատեսված,
Այդ մեկը։ Երկրորդը լինելու է Խաչքարերի պուրակում, այդ վերնիսաժի հետևի մասը, որը տանում է դեպի հրապարակ։ Այդ հատվածն է, այդտեղ նախկինում զավթված ավտոկանգառի տեղ կար, որը արդեն էս քանի տարի այգու այդ մի մասը վերցրել էին ու դարձել էր ավտոկայանատեղի, մենք վերադարձնելու ենք այդ ավտոկայանատեղին այգուն, հետո էլ երեխաներին։ Չէ, կապ չունի։ Իրանք այս 3 խաղահրապարակներն էլ ժողովուրդ ջան, իրանք մի հատ հատված են այգու մեջ, այսինքն իրանք ամբողջ այգու տարածքը չեն գրավում, էլի։ Այո։ Մեկն է եւ երրորդը Միսակ Մանուշյանի անվան այգում է, որը Մարգարյան ծննդատան այդ հարող հատվածն է։ Այդ 3 Նաև տարիքային փուլերը նշենք, որ տարիքային փուլերի մասն է խոսքը, որ երեխաները կարող են օգտվել։ Ուրեմն ունենալու չեմ սխալվում, բացի այգի, նաև այդտեղ հետաքրքիր ծրագրեր կան ուսուցողական, սովորելու հետ կապված, ներառական եւ հասանելի է բոլոր այգիները բոլորին։ Այո, հաշմանդամներ առողջական երեխաների համար էլ, այո, եւ սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների համար էլ անպայման հասանելի են լինելու։ Տարիքային խմբերը, ես նշեմ, թե 0-ից 3, 3-ից 7, 7-ից 12 տարիքային խմբերի համար են լինելու, հենց հատուկ մշակված տարբեր տարիքային խմբերի, տարբեր զոնավորումներով, հենց Վիկտորիա ջան, մի հատ կարևոր բան ավելացնենք, խաղահրապարակները 3-ն էլ լինելու են անվճար։ Այսինքն իրանք բաց հանրային խաղահրապարակներ են, որոնց մենք հիմնականում հանդիպում ենք զարգացած երկրներում, այսինքն իրանք, եթե վերադառնամ ձեր հարցին, մենք առանձին կենտրոն վարչական շրջանում ընդհանուր առմամբ քաղաքապետարանը իր տարեկան ծրագրերում իրականացնում է բակային տարածքների բարեկարգում, օրինակ կենտրոն վարչական շրջանում անցյալ տարի մենք իրականացրել ենք մոտ 12 բակային տարածքի բարեկարգում, եղել են ֆուտբոլի դաշտեր, բասկետբոլի խաղահրապարակներ, սպորտային հատված, բայց այս նաև միջև այս նախագծի սկիզբը մենք ունեինք մի հատ վերլուծություն, որտեղ ասվում էր, որ Երևան քաղաքում գրեթե գոյություն չունեն հանրային խաղահրապարակներ, հա, հասանելի անվճար, ամենակարևորը։ Մենք գիտենք բոլորիս հայտնի մի քանի խաղահրապարակներ, որոնք որ վճարովի են, ոչ միայն կենտրոնում, այլև այլ համայնքներում, այսինքն կար շատ սուր պահանջ ունենալ հանրային խաղահրապարակ, որը կլինի անվճար, որովհետև եթե մենք տեսնենք ինչ-որ տարբեր հատվածներում քաղաքի Վարդանյանների այգում, այդ Seasons այգում, այդ մասերում մենք ունենք ինչ-որ հատվածներ ավելի ջրային, որտեղ շատ երեխաներ ու այդ կարիքը անընդհատ զգացվում է, էլի, ու ինչի չանել մի հատ մեծ, որովհետև այդ դեպքում շատ մեծ կուտակումներ կունենանք այս դեպքում եւ տարիքային խմբերով եւ իրենց ընդհանուր նշանակությամբ իրանք եւ տարբեր են եւ միտում ունեն նաեւ մի քիչ բեռնաթափել էլի, որտեղ մենք վստահ ենք, որ սրանք տենց գրավելու են ամբողջ։ Եվ բոլորին, բոլոր հատվածներում իհարկե, այս գեղեցիկ զրույցը կարծում կարելի է մի պահ ընդհատել տեսանյութով, Սիրով, հայտարարագրի, հուշագրի ստորագրման պահը դիտելով։ Դիտենք, հետո վերադառնանք ու շարունակենք մեր զրույցը։ Պարոն Ավենյան, մեր 3 այգիներից մեկն է, ամենատարածքով փոքրն է, մոտ 650 քառակուսի մետր է, եւ քանի որ տարածքը փոքր է, այստեղ ավելի հետաքրքիր լուծում են գտել, որ խաղահրապարակը դեպի վերև է բարձրանալու։ Շատ լավ, այստեղ ունենք միայն երևի թե կանաչապատման հետ կոորդինացման խնդիր։ Կարող եմ այս մասով ասել, որ որևիցե ծառ չի կտրվում, այսինքն մեր խաղահրապարակների կոնցեպտը այնպես է նախատեսված, 3 խաղահրապարակում էլ որ շրջանցեն ծառերը։ Բոլոր նախագծերն էլ, որոնք որ տեսել եմ, իրապես շատ հետաքրքիր են, ստում եմ միջավայրը փոխող նախագծեր են իրանք։ Սրանք համայնքային այգիներ են։ Այո։ Այսինքն եկանք այն գաղափարախոսությունից, որ եթե մի հատ մեծ այգի չունենք, որտեղ մեծ նախագիծ կանենք եւ նաեւ գնանք այն տրամաբանությունից, որ եթե մի տեղ անենք շատակուտակումներ լինելու, սենց բաժանենք էլի տարբեր հատվածներում, որ նաեւ հետ, քանի որ սենց բան իրականում երևի թե Հայաստանի Հանրապետությունում միգուցե կարելի ասել նաև տարածաշրջանում չկա, համար իրան մի քիչ կառավարելի սարքելու համար փորձեցին համայնքային այգիներում բաժանել։
Վերադարձանք տաղավար, մի կարևոր հանգամանք նաև ֆիքսեցի, որ ոչ մի ծառ չի կտրվելու։ Իսկ նորերը կավելանան, ծառատունք հավելյալ կլինի։ Երեխաների հետ ծնողները գան, մասնակցեն, հետաքրքիր ակցիա, բայց հիշեք գաղափարը մերն է։ Գաղափարը ձերն է, բայց չենք անելու։ Բայց չենք անելու։ Չէ, իրականում արդեն հատվածները այնպես են ընտրված, որ որևէ ծառ իրականում չկտրվի, ծրագրի ընթացքում իրականացվելու է կանաչապատում, շատ լուրջ, այսինքն այդ կանաչապատումն էլ լինելու էլի ուսուցողական, այսինքն այնտեղ տակտիլ այդ հատկությունները զարգացնել եւ այլն, բայց տենց գլոբալ կարծում եմ ծառեր չեն հատվելու հաստատ, բայց ծառատունկը այդ մասերում դեռ չի նախատեսում է կանաչապատում, 3 հատվածում էլ ընդհանուր իր կոնցեպտի վերջնական տեսքին բերելու համար։ Եվ երբ է նախատեսվում այս խաղահրապարակների բացել։ 3-ն էլ նախատեսվում է բացվել այս տարվա ավարտին։ Առաջինը Օղակաձև այգու ամենամեծը կբացվի սեպտեմբերին, մյուս երկուսը մինչև տարվա վերջ։ Այսինքն այս տարվա վերջ կունենանք արդեն 3 գործող խաղահրապարակ։ Եվ այս հարցի պատասխանը միանգամից նոր հարց է ծնում, այսինքն խաղահրապարակներն նախատեսված են տարվա բոլոր եղանակների համար, ոչ միայն ամառվա։ Կա այդպիսի կոնցեպտի մեջ դրված հարց, որ պետք է այս խաղահրապարակը նաև հետաքրքիր ակտիվություն զարգացնի ունենա երեխաների համար ձմռանը։ Հա, փորձել են կոնցեպտը այնպես մշակել, որ ինքը հասանելի լինի ու հնարավորինս չափ, հա, շատ ցրտի մասին չենք խոսում, բայց հնարավորինս հասանելի լինի տարվա բոլոր եղանակներին։ Այստեղ կարևոր մաս նշեմ, որ մենք քանի որ փորձում էինք եւ ուզում էինք լսել հենց հիմնական շահառուների ձայնը, այսինքն այն մարդկանց, ովքեր ամենաշատն են, հա, օգտվելու այդ տարածքից, մենք կազմակերպեցինք նաեւ ֆոկուս խմբեր։ Այսինքն այդ կոնցեպտները մշակվել են նաեւ այդ ֆոկուս խմբերի մարդկանց հետադարձ կապի արդյունքում, ծնողները էին մասնակցում, հայրիկներ, մայրիկներ, ինֆլուենսերներ, տարբեր մասնագիտական խմբեր եւ համայնքի բնակիչներ, որոնք շատ հետաքրքիր մի քանի դիտարկում արեցին, որոնք մենք արդեն իսկ ներառել ենք նախագծում։ Օրինակ, ամենաշատ մեծ դիտարկումը, որ բոլորի կողմից համարանշեց, դա ապահովության հարցն էր, հա, երեխաների անվտանգության, լուսավորման, տեսախցիկների առկայության, ինչը մենք այսպես թե այնպես նախատեսել էինք։ Խաղահրապարակի անվտանգության, որովհետեւ դեռահասների շրջանակներում լինում են անկարգներ։ Այո, դա այդ ամեն ինչը նախատեսված է եւ կարեւոր կետ նաեւ ծնողներից եկավ շատ հետաքրքիր առաջարկ, որ իրենք էլ ունենան առանձնացված գոտիներ եւ իրենց համար էլ ինչ որ զբաղմունքներ լինել, ինչը մենք եւս փորձում ենք ներառել եւ իրականացնել։ Այսինքն այսպես հետադարձ կապի մեջ լինելով հենց շահառուների հետ փորձում ենք այնպիսի բան ստանալ, որ բոլոր կողմերին եւ երեխաներին եւ ծնողներին հարմար խաղահրապարակներ լինեն։ Մենք վստահ ենք, որ դեռ առիթ կունենանք նաև տարվա վերջ ամփոփելու պահանջությունները, չնայած արձագանքները շատ դրական են լինելու, արդեն իսկ նախապատրաստական փուլից երևում է, որ շատ դրական է, բայց այս բան քանի որ ժամանակ ունենք, ուզում առիթ ծրկվեմ այս տարվա այլ ծրագրերի մասին խոսենք, իհարկե եթե կա ամփոփ փորձենք ներկայացնենք նաև կենտրոն վարչական շրջանի գործունեություն եւ Կերոնի։ Շատ լավ, ուրեմն մենք այս տարվա համար նախատեսել ենք եւս 15 բակային տարածքի բարեկարգում, փորձելու ենք այդ բակային տարածքները նույնպես անել այն գաղափարախոսությունից ելնելով, որ հասանելի լինեն տարբեր տարիքային խմբերի համար, ունենան պարտադիր սպորտային կոմպոնենտ, ունենան նաև մեծերի համար այսինքն ինչ-որ տաղավարներ ժամանակ անցկացնելու համար, այդ խաղահրապարակների մասով ունենալու ենք անցյալ տարի արեցինք Հանրապետության փողոցի ամբողջական մի հատ կոնցեպտուալ բարեկարգում, սկսած սալիկներից, այդ լույսերի լարերի իջացումից, շենքերի ֆասադների մաքրելուց, գովազդային վահանը, ընդհանուր մի հատ վերջնական տեսքի բերել, աղբամաններ, նստարաններ, տենց տարբեր հետաքրքիր լուծումներով։ Այս տարի ունենալու ենք Թումանյան փողոցի ամբողջական բարեկարգում, այսինքն Սարյան խաչմերուկից մինչև Խանջան խաչմերուկ, հուսով եմ ունենալու ենք առանձնացված հեծանվային ու այդ ջեթերի, սկուտերների համար ուղի, բայց արդեն տենց մի հատ ամբողջական երկար,
Մեքենաների հաշվին, թե մեքենաների հաշվին։ Սրանից հետո ինչ անելու ենք մեքենաների հաշվին։ Ասեմ, որ հիմա քաղաքապետարանը արդեն կենտրոնում իրականացնում այդ Իլ-դե-Ֆրանսի հետ նախագիծ բեռնաթափելու մեքենաներից եւ ընդհանուր առմամբ կենտրոնը ավելի հետիոտնային սարքելու այդ նախագիծն է գնում, այդտեղ գնում են միակողմանի փողոցներ, ինչ որ փողոցների ամբողջական փակում, բայց այդ մի քիչ ավելի ուշ։ Եթե մի քիչ խոսենք մեր վարչական շրջանի ծրագրերից, եթե քանի որ ես առաջ անգամ եմ ձեր մոտ հյուր, մենք չենք խոսել այդ մասին, վերջերս լրացավ իմ պաշտոնավարման 1 տարին եւ ես այս 1 տարվա ընթացքում հիմնական բանը, որ ֆիքսել եմ իմ համար, դա վերադարձնել կամ բերել ինչ որ ավելի բարվոք տեսքի մեր հանրային այգիները։ Այս պահին մենք ունենք շատ լավ նախագիծ արդեն անգլիական այգու հետ կապված, ունենք Օղակաձևի մի հատված, որտեղ այդ Պապլավոկ սրճարանն է մարդկանց համար ավելի հայտնի, աշխատում ենք նաև մանկական այգու վարձակալների հետ, այսինքն հիմնական կանաչ գոտիներ եւ խաղաղապարակներ։ Ես առաջարկում նախ առաջից օգտվենք, շնորհավորենք ձեզ ձեր 1 տարվա կապակցությամբ եւ հանրային հեռուստաընկերությունում լինելու առաջին անգամվա կապակցությամբ եւ երրորդ կետը կարեւոր կնշեմ դիմեք, մենք միշտ ուրախ ենք ձեզ հյուրընկալել մեր տաղավարում, հատկապես ասում են դժվարը առաջի անգամ։ Դժվարը առաջին անգամ, բայց առաջինի հետ միշտ ամեն ինչ շատ հեշտ է։ Իսկ մենք սիրով ձեզ կդիմավորենք, որովհետև թեմաներ պարզվեց բավականին շատ են։ Իսկ Կերոն զարգացման հիմնադրամի հետ կարծես ավանդույթ դարձած շաբաթը 1 անգամ գոնե հանդիպում ենք, որովհետև ծրագրերը 1 տարի է ինչ հիմնադրամը գործում է, բայց դրանք այնքան շատ են, այնքան խիտ են ու այնքան բազմաբնույթ, որ մենք կարիք ունենք բարբերաբար դրանց անդրադառնալու եւ իրազեկելու նաեւ մեր քաղաքացիներին եւ համերկրացիներին։ Շնորհակալություն ենք հայտնում ձեզ։ Շատ շնորհակալություն ձեզ, լավ օրվա շարունակություն ենք մաղթում, իսկ այս պահին կունենանք երաժշտական դադար, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։